Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ եւ Բարգավաճ Հայաստանի падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցն է, ողջույն, պարոն Սուրենյանց։ Ինչ է կատարվում այս պահին ԲՀԿ-ի շուրջ։ Դե ընտրական գործընթացի թերևս ամենամեծ ինտրիգն է այս պահին մնացած, ԲՀԿ-ն անցնում է շեմը թե ոչ, մեր մոտի արձանագրություններով եւ դա մենք ներկայացրել ենք պատշաճ ընթացակարգերով կենտրոնական ընտրական անձնաշահով ԲՀԿ-ն հաղթարում է անցողիկության շեմը, երբ որ ասում եմ մեր մոտի արձանագրություններով, դրանք կնքված արձանագրություններ են տեղամասային բոլոր հանձնաժողովներից։ Մենք հաշվարկել ենք բոլոր տեղամասերի ցուցանիշները, ընդհանուր մասնակցության թվի հետ պարզ մաթեմատիկական հաշվարկով մեր ուժը հաղթարում է անցողիկության շեմը, ավելին ասեմ 4 ընտրատեղամասում այդ 120 ձայնի գրպանման կամ յուրացման փորձ ենք հայտնաբերել, հենց նույն պահին ԿՀ-ին ներկայացրել ենք, ԿՀ-ից ըմբռնումով են բանավոր մոտեցել մեր փաստարկներին, բայց ինստիտուցիոնալ նոր որոշում առայժմ չկա, դե ժամանակ էլ ունեն։ Հիմա վերահաշվարկները փուլ է, այս պայդրությամբ կոնկրետացում չկա, բայց Վահագն Ալեքսանյանը ԿՊ վարչության փոխնախագահ ասեց 600-ից ավել ձայնել այդ ձեր ստուգումների արդյունքում իրենց է։ Խնդիր չկա, եթե այս տոկոսային հարաբերակցություն չի աճում։ Չէ, ընդհանուր մասնակցության թիվը չի փոխվում, չէ։ Մեր ցուցանիշներով 60 ձայներ մեզ պակասում ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մենք 120 ավելացում հայտնաբերել ենք։ Ընդհանուր մասնակցության թիվը միևնույնն է, չի փոխվում։ Այսինքն, եթե նույնիսկ ԿՊ-ի տոկոսը աճում է, դա մեր հետ կապ չունի։ Ձերն էլ է աճում, մեկը մյուսին չի խանգարում։ Չէ, բացարձակապես ընդհանուր թիվը այլևս փոփոխելի չի, իսկ այդ պլյուս 120 ձայնը մեր անցողիկության շեմի հաղթարման խնդիրը լուծում է։ Բայց նախնական տեղեկություններով չեք անցնում 0.04%։ 60 ձայնի մասին է խոսքը, մենք 120 ձայն արդեն հայտնաբերել ենք։ Հետևաբար մենք մեր փաստարկները օրենքով սահմանված պատշաճ կարգով ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ԿՀ-ի արձագանքի։ Երբ է լինելու այդ արձագանքը։ Դե տեսականորեն եւ ըստ օրենքի մինչեւ ամսի 14-ը կարող են իրենք քննարկել, հետո ավարտական ամփոփ ներկայացնելու դեպքում վերջնական արդյունքները այդ ժամանակ արդեն կարող են մեր բողոքին ընթացք տալ եւ 4%-ը գերազանցող թիվ ստանա ԲՀԿ-ն։ Ինչու Գյումրի 2 չստացվեց, պարոն Սուրենյանց։ Տարբեր պատճառներով, իհարկե հիմա ես չեմ կարող վերջնական եզրահանգումներ կա։ Նախընտրությունները շատ մեծ ռեպրեսիվ բաղադրիչով են ուղեկցվել։ Ես 30 տարվա փորձ ունեմ ընտրական գործընթացների, տարբեր կարգավիճակով մասնակցել եմ։ Ես չեմ հիշում նույնիսկ 2008-ի ընտրությունների բուն քվեարկության օրը ես այսքան ձերբակալություն եւ այսքան գրող ընտրական շտաբների վրա չեմ հիշում։ Սա աննախադեպ էր ծավալով, մի քանի 100 մարդ միայն ընտրությունների օրնաբերման ենթարկվել ու հիմնականում չէ, գերազանցապես ընդդիմադիր շտաբների ներկայացուցիչներ, այսինքն հայտնի հատկապես ուժեղ Հայաստանից, հետո ԲՀԿ-ից, նաև Հայաստան Դաշինքից, սա մեկ, այսինքն սրանք լեգիտիմ ընտրություններ չէին մի շարք գործոնների։ Կրեք, բայց իշխանությունն ասում է ընտրախախտումների կասկածներով են այդ ձերբակալությունները եւ խոզարկությունները եղել։ Գիտեք, քանի դատական ակտ չկա, քանի դատական ակտ գոյություն չունի, անմեղության կանխավարկածը ոչ մեկ չի չեղարկել, ընդ որում այսին փաստարկը նույնիսկ ԿՀ-ն առաջին պլան բերեց, երբ որ Հանրապետություն կուսակցությունը վիճարկում էր ուժեղ Հայաստանի մասնակցել չմասնակցելու հարցը, ԿՀ-ն արդարացիորեն ասաց, որ դրանք ենթադրություններ են, քանի դեռ չկա դատական ակտ։ Բայց չստացվեց հավաքական ընդդիմության կողմից հավաքել ավելի շատ քվե եւ անցնել դե ռեպրեսիաների վարչական ռեսուրսի ազդեցությունը էլեկտորալ պատկերի վրա դերևս պիտի պարզվի ինչ աշխարհի, այն տպավորությամբ 10% մոտավորապես։ Իսկ եթե 10%-ը նույնիսկ եթե այդպես լինի, էլի ԿՊ-ն առաջ է։ Չէ, 48-9 թե 49, բայց հավաքական ընդդիմությունը հաղթում է այդ պարագայում։ Սա մեկ, երկրորդը ընդդիմությունը կարծում եմ առանձին եւ հավաքական նաեւ իր սխալների մասին իհարկե պիտի մտածի, այնպես չի որ միայն ռեպրեսիաները եւ վարչական ուժի գրեհիկ չարաշահումը միայն դա է դեր խաղացել, դա շատ մեծ դեր է խաղացել, բայց նաեւ մենք երևի ներսում քննարկումների անհրաժեշտություն ունենք անշուշտ։ Նախնական այսպես
Եզրահանգումներ ունեք ինչ սխալների մասն է խոսքը։ Անդիմության կողմից ասեցիք պետք է մտածել դրանց մասին։ Գիտեք իմ պատկերացմամբ այնուամենայնիվ հասարակությանը պիտի ավելի շատ ներկայացվեն ապագայի միտված իրատեսական պլաններ։ Այսինքն իշխանության դեմքի բացահայտումը կամ սխալների մերկացումը դա երևի հասարակությունը արդեն մեզանից լավ գիտի։ Բոլորը ամեն ինչ ասված է այս իշխանության մասին, ամենախիստ գնահատակը նույնիսկ տեղին է, բայց երևի հասարակությունը սպասում էր նաև պոզիտիվ ծրագրերի ավելի շատ ներկայացում իրատեսական, որը երևի քիչ լսեց, սա մեկ։ Երկրորդը թերևս ընդհանրապես փոփոխությունները հասարակությունը սիրում է պոկված մի լիդերի շուրջ մեծ կոնսոլիդացիա, լիդերը կար իհարկե պոկված ուժի լիդերով, բայց հասարակությունը գուցե թերահավատ եղավ սահմանադրական արգելքի պատճառով նրա վարչապետ դառնալու հեռանկարի։ Այո, որտեղ սահմանադրական արգելք կար, մի քիչ դժվար էր մարդկանց իրատեսական բացատրելը, որ 2/3 կարող ենք հավաքել, սահմանադրություն փոխել եւ այլն, եւ վերջապես այս ընտրությունները ցավոք սրտի իրանց վրա աշխարհակաղակական մրցակցության բաղադրիչ ունեցան։ Այդ դեպքում ընտրության բուն նշանակությունը նսեմացվում է եւ ավելի շատ աշխարհակաղակական կենտրոնների մրցակցության տրամաբանությունն աշխատում։ Ստացվում է, եթե տրամաբանությամբ Ռուսաստանը պարտվեց արևմուտքին, այո։ Եկեք տենց համարձակ պնդում չանեմ, բայց հակառուսականության շահագործումը իշխանության կողմից ավելի էֆեկտիվ ստացվեց։ Բայց Ռուսաստանը նպաստեց այդ թեզերին։ Հակառուսականության շահագործում դա է նկատվում։ Պատժամիջոցներ, սահմանափակումներ վերջին օրով իշխանությունը դա էֆեկտիվ կարողացավ իշխանություն ներկայացնել, էֆեկտիվ կարողացավ իշխանություն ներկայացնել։ Այդ դեպքում ում օգնեց Ռուսաստանը այդ դեպքում։ Ես չեմ կարծում, որ ինքը ինչ-որ մեկին օգնելու խնդիր լուծել, շատ անկեղծ։ Մենք կայսրություններին նայում ենք մեր ներքաղաքական շահերի պրիզմայով եւ միշտ մեր հետեւությունների վրա սխալվում ենք։ Ռուսաստանը ընդհանրապես խաղադրույքը բարձրացրեց հետընտրական փուլում ենթադրաբար նաև Նիկոլ Փաշինյանի հետ ավելի կոշտ դիրքերից խոսելու համար։ Ռուսաստանը առաքելություն էլ չուներ, մեր նախընտրական հարցազրույցում էլ եմ ասել, որ Ռուսաստանը առաքելություն էլ չուներ, ստեղ մեր փոխարեն ներքաղաքական քարտեզ գծելու։ Ինքը իր շահերից ելնելով խիստ բարձրացրել է խաղադրույքները, ով էլ լիներ իշխանությունը այդ պարագայում, իսկ իրանք չէին կարող անտեսել մի սցենար, որ կարող էր հենց Նիկոլ Փաշինյանը լինել, իրենց հետ ավելի թույլի դիրքերից պետք է բանակցի կամ իրանց ձեռքին կոզերները շատեն, այդ խնդիրը իր համար Ռուսաստանը լուծել։ Կնեք, այսինքն Ռուսաստանը նաև խնդիր է լուծել խորհրդանում ունենալ Պուտինի ասած ռուսամետ բևեռը, որը անընդհատ Փաշինյանին սեղմած կպահի, օրինակ ԵՄ չգնալ, չգիտեմ, ռուսական պատժամիջոցներ։ Գիտեք, այսպես թե այնպես ռուսամետ բառը մի քիչ լավ չի, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից ուժեր խորհրդանում լինելու էին, այսպես թե այնպես։ Ուղղակի այստեղ Ռուսաստանը ես չեմ էլ կարծում, որ միայն այդ նպատակով սրեց խաղը։ Սրեց խաղը, որպեսզի հետո իշխանության հետ Հայաստանի հետ ընտրական փուլում ավելի ուժեղ դիրքերից խոսի, որտեղ հիմա պարզ է, որ նախընտրական էյֆորիան անցավ, նույն Նիկոլ Փաշինյանը բախվել է բավականին լուրջ խնդիրների հետ, արտահանման հետ կապված, չգիտեմ, այնտեղ այլ խնդիրներ էլ կարող են գալ, գազի սակագնի վերանայման փաստաթուղթ են ստացել եւ այլն։ Հիմա պարզ է, որ ուժեղ պրեսինգ կա, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ուզի թե չուզի Ռուսաստանի հետ ինչ-որ կոմպրոմիսների է գնալու։ Տեսեք, հնչում է պնդում, որ եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, սա այո, տեսականորեն եւ գործնականորեն ՔՊ-ի մանդատները կնվազեցնի մի քանի հատով, եթե չանցնի խորհրդարան ԲՀԿ-ն ոչ միայն ՔՊ-ի, այլև մյուս ուժերի մանդատները մի քանի հատով ամեն մեկինը կաճի, այսինքն ձեր ձայները կփոշիանան, բայց եթե անցնի խորհրդարան, կարծիքներ հնչում, որ ձեր ուժը շատ հարմար է իշխանության համար ճնշումներ գործադրելու, բերում են պարոն Ծառուկյանին առնչվող ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործի օրինակը, որ այստեղ կոմպրոմիսի առևտրի տեղ կարող է բացվել եւ
ԲՀԿ падգամավորները անցնեն իշխանության կողմ, այդպիսի բան չէ, դա ես մի անգամից ձեզ բացառում եմ, որովհետև նախընտրական ամբողջ փուլում այդ զրույցները կային, հիշում եք, չէ՞։ Բայց գնալով պարոն Ծառուկյանի խոսիքը ավելի արմատական դարձավ, հետեւաբար այդ ընտրություններից առաջ էլ չէ, տենց լայն կարծիք կար, որ ԲՀԿ-ն հարմար ընդդիմություն է եւ այլն։ Այդ որևէ գործարքի ԿՊ չենք գնացել, չենք էլ պատրաստվում գնալ, պատրաստ ենք վատ հարագույն սցենարի, մենք շատ լավ գիտենք, որ առաջիկայում սպասվում է ռեպրեսիվ ռեյդ նաև մեր դեմ, շատ լավ գիտենք, որ կարող է բանը հասնի նույնիսկ քրեական գործերի հարուցմանը եւ գուցե ազատությունից զրկելու փորձերին, պարոն Ծառուկյանի մյուսների, այդ գաղթիկ էլ չի, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է անոնսավորել, նույնիսկ հետընտրական առաջին ասուլիսում, այդ մարդիկ, որ կարծում են, որ մենք ենթադրենք դիցոք 5 մանդատ ունենալու դեպքում պիտի տրվենք իշխանության։ Մի հոգի, այսպես ասենք, գրեֆ անեք մտածել, մեր տասնյակում հաստատ 5 շատ քաղաքական մարդիկ կան, տասնյակից չէ, այդ 5-ը պիտի ձևավորվի վերջում։ Եթե նույնիսկ 1-ից 5-ը չի, ենթադրենք տասնյակից։ 100% այն 5-ը կլինեն խորհրդարանում, որոնք շատ փորձառու են եւ որովե ճշմարտ չեն ենթարկվում։ Այսօր կպեց Ռոմանոս Պետրոսյանն էր մեր հյուրը, առաջարկում եմ թե ձեզ մյուս հեռուստադիտողներն էլ դիտել, նա համոզմունք էր հայտնում, որ խորհրդարան անցած ընդդիմությունից լինելու են գործիչներ, ովքեր իրենց հետ համագործակցելու են, դուք այդպիսի հավանականություն տեսնում եք նույն ուժեղ Հայաստան կուսակցությունից, դուք քաղաքական բառը օգտագործեցիք, ձեր ուժում կամ առավել եւս Հայաստան դաշինքում շատ են քաղաքական անձինք, իսկ քաղաքական անձ նշանակում է ավելի սկզբունքային դիրքորոշում։ Քաղաքական անձը քիչ է տրվում ճնշումներին։ Հա, իսկ ուժեղ Հայաստանում քաղաքական անձինք չգիտեմ քանի հոգի։ Ես ուրիշ կուսակցությունների համար պատասխանատու չեմ, իսկապես պատասխանատու չեմ։ Վստահ գիտեմ, որ մեր մոտ թրծված գործիչներ հաստատ 5 հոգի կան, վստահ գիտեմ, որ փորձ ունեցող գործիչներ կան նաև Հայաստան դաշինքում, ուժեղ Հայաստանում էլ եմ ճանաչում, բայց ոչ բոլորին եմ ճանաչում, բնականաբար դա նոր թիմ է։ Մեր մասով վստահ եմ, բայց ես զարմանում եմ, որ Ռոմանոսը հեղափոխական իլյուզիաները թարգել է եւ քաղաքական կոմպրոմատների մշակույթին է արդեն անցել, որտեղ մենակ այդ պարագայում է հնարավոր, որ ինչ-որ մարդիկ կոմպրոմատի մասին չէր խոսում, ամեն դեպքում համոզմունք ուներ, որ կաշխատեք։ Դե միանա կոմպրոմատի դեպքում ճամբարափոխություն տեղի ունենում, եկեք բանը։ Առաջարկում եմ դիտել այդ հարցազրույցը, որ ավելի կոնկրետացնենք, բայց այսպես ասենք ընդդիմության պառակտման ինչ որ նախանշաններ կլինեն, դուք տեսնում եք այդպիսի բան։ Ես չեմ տեսնում այս պահին, բայց ելի եմ կրկնում։ Գիտեք, ես չեմ կարող հիմա բոլոր ուժերի համար պատասխանատվություն կրել, ես մեր ընտրացուցակի համար եմ պատասխանատու, մեր ընտրացուցակի պոտենցիալ տեխնացուների շարքում, որ կարող են համալրել պատգամավորական կորպուսը, այդպիսի մարդիկ չեմ տեսնում։ Եթե վերահաշվարկի արդյունքում պարզվի, որ իրոք այդ 0.004%-ը ձեզ պակասում է եւ չեք անցնում խորհրդարան, քաղաքական իմաստով ինչ եք անում։ Նկատի ունեմ ՍԴ դիմելու եք, թե չեք դիմելու, Ռոբերտ Քոչարյանի ուժը ասել է, որ դիմելու են վիճակը։ Ուրեմն նախ էլի ուզում եմ կրկնել, որ մեր ունեցած արձանագրություններով շեմի հաղթարման հարցը լուծված է, իսկ մասնակցության ընդհանուր թիվը այլևս չի կարող վերանայվել։ Մենք ունենք Հանձնաժողովների կողմից վավերացված արձանագրություններ բոլոր տեղամասերից, մենք ինքնուրույն մեր հաշվարկը արել ենք եւ անցողջության խնդիր չունենք, սա մեկ։ Երկրորդը մենք արդեն 3 հայտարարել ենք, որ բողոքարկման տարբեր ձևեր ենք քննարկում, ընտրությունների արդյունքների բողոքարկման, ՍԴ-ի հարցը, այսինքն ամեն ինչին պիտի հերթով գախ, նախ հանձնաժողովում պիտի բողոքարկման գործընթաց անենք, դատական այլացաններում, գուցե նաեւ ՍԴ դիմենք, այո։ Նայած հիմա գիտեք, հիմա այն փուլն է, որ բոլոր շտաբներում շատ մարազդին այդ արձանագրությունները ուսումնասիրվում են, եթե ուսումնասիրությունները բարձեն այնպիսի խախտումներ, որոնք համակարգաստեղծ նշանակություն են կամ էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բնականաբար բողոքարկում ալնելու մեզ չի հետաքրքրում մեր բողոքարկումների արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն, դեռ մենք պոզիտիվ պարտականություն ունենք մեր էլեկտորատի ու մեր ընտրողների առաջ, նրանց ոչ մի քվե չպիտի կորի։ Համաձայն եք, որ ամեն դեպքում ընտրատեղամասերում
ֆիքսվել է քաղաքացու ձայնը։ Դուք ասեցիք շտաբերում ձերբակալություններ, խուզարկություններ, քրեական գործեր եւ այլն, բայց մարդիկ գնացել են ԲՀԿ-ի կողմնակիցները 58000, եթե չեմ սխալվում, ավելի մարդիկ գնացել են եւ ձեզ ձայն են տվել եւ որևէ մեկը ատրճանակը դեմ չի տվել, ասել չի հանկարծ ԲՀԿ-ին չքվեարկեք։ Կամ նույն Ուժեղ Հայաստան բավական շատ ձայն է հավաքել 340000 եւ դա մոտավորապես ավելին է մի 149000-ով, քան Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը այն ժամանակերին։ Այսինքն հասարակության դիմադիր ես սխալ ասացի, Հայաստան դաշինքի եւ Ուժեղ Հայաստանի ձայները այսօրվա ավելի շատ են, քան 149000-ով, քան Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմի դաշինքի ձայները այն ժամանակ։ Դա իշխանության տոկոսային հարաբերակցություններ թույլատրել է ավելի թույլ ներկայություն ունի իշխանությունը։ Տեսեք, միայն քվեարկությունը չի ընտրական գործընթացը։ Տեղամասերում այո։ Մարդը գնացել է, քվեարկել է, դուրս է եկել, բուն տեղամասում։ Բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ հենց այդպիսի ընտրություններ տեղամասերում շատ խաղաղ հանդարտ նաև 2017 թվին, որից ընդամենը 1 տարի հետո տեղի ունեցավ հեղափոխություն։ Եթե ընտրական ցիկլը նայենք զուտ տեղամասերի կտրվածքով, դուք եկեք չմոռանանք, որ տեխնոլոգիաները զարգացել են եւ բուն տեղամասերի անդորը այլևս կասկածի տակ չի էլ կարող դրվել, որովհետեւ ցանկացած բայի կարող ենք համակարգչից դիտել որևէ տեղամասի ընթացակարգ, հա։ Եվ խախտումները ցավոք սրտի միշտ դրսում են կատարվում տարբեր ձևերով, կամ ռեպրեսիա, կամ այլ բնույթի խախտումներ դրսում են կատարվում։ 2017-ին ավելի խաղաղ ընտրություններ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում, քան 2017-ին են եղել, երբ ես չեմ հիշում։ Բայց համատարած ընտրակաշառքներ են բաժանվել։ Դրսում ա եղել, ինչ որ դուք ասում եք, դրսում ա։ Հիմա էլ ես ասում եմ, դրսում բավականին շատ խորտ երևույթներ, օրինակ ես փաստեր ունեմ, ինչպես են հարկադրել մարդկանց մասնակցել հանրահավաքների, ենթադրաբար այդ մարդկանց մի մասին հարկադրել են մասնակցել նաև ընտրությունների։ Այդ հարկադրանքը ես եւ դուք տեսանյութում չենք կարող տեսնել։ Հետո զանազան բաներ, չէ, ահաբեկման բազմաթիվ մեթոդներ աշխատել են, նույնիսկ ԵԱԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության զեկույցում ընտրությունները մեղմ ասած կատարյալ կամ իդեալական չէին նկարագրվում։ Պարոն Սուհանյան, բայց նաև այս ընտրական փուլը աչքի ընկավ մի այլ աննախադեպ բանով, նախկինում ձեր նշած ՀՀԿ-ի ժամանակ ընդդիմությունը չէր ընտրակեղծիքների մեջ մեղադրվում, էլի, իշխանությունն էր մեղադրվում հանրության կողմից, որովհետև նույն այդ հանրության հետ էին գործարկանում։ Այս պարագայում Ուժեղ Հայաստան կուսակցությունը, այսպես ասենք, կենտրոնական ուժն էր, որին մեղադրում են գրեթե ամեն օր տեղեկություններ, ձերբակալություններ մասին, ձայնագրություններ, որ ընտրակաշառք է բաժանում։ ԲՀԿ-ին եւ Հայաստան դաշինքին էլ որոշ այսպես մեղադրանքներ առնչվել են, դրանք հայտնի հրապարակային փաստեր են։ Այս մեղադրանքը ընդդիմադիր արժե անցած ուժերի հասցեն տարբեր հարաբերակցությամբ, ես բոլորին մեկ բանի վրա չեմ դնում։ Սա չի փակում հետընտրական զարգացումների հավանականությունը։ Տեսը, նախ հետընտրական զարգացումներ չեղան, այդ նշանակում է կայծակնային սցենարի իշխանափոխության տեղի չի ունենալու, այդ եկեք փակ, դրան կարող ենք շատ երկար անդրադառնալ, ինչու, բայց այն է, այդ չի նշանակում հասարակությունը բևեռացված չի, այդ չի նշանակում խնդիրները չկան։ Բայց չկա նաև հետընտրական զարգացում։ Այսինքն արդարության զգացողություն չկա, թե։ Կա, բայց մարդիկ երկու բան կարող է լինել, նախ հետպատերազմյան շոկը ամբողջովին հաղթահարված չի, անվտանգային խնդիրը սրված է, այդ դեպքերում ներքաղաքական զարգացումները շատ ախորժ չեն լինում, մեկ, երկրորդը գուցե հեղափոխականություն գործող ընդդիմության մեջ չեն տեսնում, դա էլ կա, ամեն դեպքում եկեք բան։ Բայց չեղավ։ Հիմա կա առաջինը եկեք ամեն դեպքում անմեղության կանխավարկածը հարգենք, չկա դատական եւ հա մեկ, երկրորդը ձեր ասած 90-ականների կամ 2000-ականների ընդդիմությունը ռեսուրսային ընդդիմություն չէր, հետեւաբար այդ ընդդիմությանը որևէ ողջամիտ մարդ չէր կարող ընտրակաշառքի մեջ մեղադրել, եթե հիշում եք, ես բոլոր այդ ընդդիմադիր հարթակներում եղել եմ, այնտեղ այնուամենայնիվ չկային ռեսուրսակիր գործիչներ, քաղաքական դաշտից դուրս եկած մարդիկ էին նկատի ունեմ, ասենք անլուրջ կլներ, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Ստեփան Դեմիրճյանին մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ։ Դա երկու։
Եվ երրորդ շատ կարևոր բանը, այս անգամ թիրախավորել են միայն ընդդիմությանը, որ այդ կընտրակաշարքի կոնտեքստում եւ դրան հակառակ մեր բոլոր պնդումները մնացին անհետևանք եւ իշխանությունը օրինակ Թարինի քաղաքապետի վարկագծին չանդրադարձավ, այլ ներգործության ապօրինի մեթոդներին չանդրադարձավ եւ ինֆորմացիոն ֆոն ստեղծեց, որ միայն ընդդիմադիր ուժն է զբաղված նման բաներով, բայց դա իշխանության քաղաքականության կամ ինֆորմացիոն քաղաքականության հետևանքն է։ Այսինքն հետընտրական զարգացումները բացառենք այս բայդրությամբ։ Գիտեք, հետընտրական զարգացումները արդեն պիտի տեղի ունեցած լինեին, եթե տեղամասը հենց փակվում է, երբ որ կա փողոցում ինքնաբուխ հավաքվելու 2003 թվի դեպքը ես կարող եմ ձեզ հիշեցնել, ընդդիմությունը դեռ չէր հասցրել կոչ անել, արդեն Հանրապետություն, ՀԺԿ, ազգային միաբանություն գրասենյակների մոտ մի քանի հազար մարդիկ էին խմբված։ Այստեղ հասարակության բևեռացման պայմաններում հետընտրական զարգացումները շատ դժվար են ստացվում, որտեղ բևեռացված է հասարակությունը։ Ոչ մեկ չի ասում իշխանությունը կողմնակիցներ կամ զգալի էլեկտորատ չունի։ 727,000 Այսինքն բևեռացում կա։ Իսկ բևեռացման պայմաններում նույնիսկ ընդդիմադիր հասարակական շերտերը շատ լավ հասկանում են, որ փողոցը բախումային սցենարի մասին է եւ թե ընդդիմադիր լիդերները, թե էլեկտորատները իրենց վարկագծի մեջ ավելի զգուշավոր են դառնում այդ առումով, որովհետեւ բախումային սցենարներ որևէ մեկը չի ուզում։ Հիմա 2000-ականներին 3-8 թվականներին այդ ձեր ասածներն էլ կար, այնուամենայնիվ հենց տեղամասերում էր կեղծիք լինում, տեղամասերի ներսում։ Այո, եւ այդ ժամանակ հասարակությունը կոնսոլիդացված էր ավելի շուտ, քան բևեռացված էր։ Կամ էլ իշխանությունը չի կեղծել դրա համար մարդիկ այդպես ձեր ասած ժամը 8-ին դուրս չեկան հրապարակներ։ Եկեք սենց ասեմ, կեղծիքներ, ճնշումներ, ռեպրեսիաներ միանշանակ եղել են ու եղել են աննախադեպ։ Բուն քվեարկության գործընթացին միջամտությունները քիչ են եղել։ Հենց դա էլ շատ հետընտրական, շատ ակտիվ զարգացումների ճանապարհը դուրը փակում է։ Այ 2017-ին մինչև հեղափոխությունը էլի հետընտրական զարգացում չեղավ ու այդ պատճառով։ Եթե բուն քվեարկության process-ում ավելի մաքուր է, այսպես ասենք, բիրտ ճնշումները քիչ են ելնում, դա որպես կանոն հետընտրական զարգացումներով չի վերջանում, բայց դա չի նշանակում, որ ընտրությունները առողջարար էֆեկտ են ունեցել, չէ, հասարակության բևեռացումը ցավոք սրտի խորացել է։ Պարոն Սուրենյանց, ամեն դեպքում մենք պետք է ընդունենք, որ 450,000 մի բան էլ ավելի ընդդիմադիր ակտիվ ընտրող կա։ Չգիտեմ, Ռուսաստանից են եկել, թե Արտիկից են եկել, թե Ստեփանավանից են եկել, կա այդ ընտրությունը կատարվել է։ Կա նաև իշխանական 727,000 ընտրող, փոշիացված ձայները չհաշվենք։ Մինչ ԲՀԿ-ն այս պահին պայքարում է մանդատներ ստանալու համար, պարոն Սուրենյանց, կան ուժեր, հատկապես ընդդիմության կողմնակիցների շրջանում, որոնք ասում են, որ պետք է մանդատները չվերցնել եւ բոյկոտել խորհրդանի աշխատանքը։ Դա ինչ է տալու ընդդիմություն։ Դուք շատ լավ հարց եք տվել, հիմա ես շատ անկեղծ ասեմ։ Ուրեմն ցանկացած մարտավարություն քննարկման արժանի է։ Ցանկացած։ Ես ինքս միշտ մասնակցային վարկագծի կողմնակից եմ եղել որպես քաղաքական գործիչ, որտեղ համարում եմ, որ այն չմասնակցային բոյկոտային տարբերակները ավելի ռեսուրսակիր են եւ ավելի դժվար է դրանք իրականացնել։ Բայց այնուամենայնիվ այս պարագայում շատ ճիշտ է երկու տարբերակն էլ քննարկել եւ չվերցնելը եւ վերցնելը։ Բայց խնդիրը մեխանիկական չի։ Այսինքն միայն չվերցնելու փաստով ճգնաժամ չես հարուցում, եթե այլընտրանքային ծրագիր չունես գեներացիայի, հա, եւ միայն վերցնելով ավելի որակյալ ընդդիմություն չես դառնում։ Այսինքն մաքուր փողոցի տարբերակը կընտրվի, թե փողոց գումարած մանդատներ վերցնել տարբերակը կորթեգրվի։ Երկուսն էլ նպատակ չեն, մարտավարություն են, որի տակ հստակ ճանապարհային քարտեզ դրվի։ Հենց հիմա չվերցնել մանդատները։ Այ ասում են ընդդիմության տարբեր ուժերի։ Ես ասում եմ, եթե ասում են հենց հիմա չվերցնել մանդատները, այդ քննարկման արժանի տարբերակ է, բայց այդ գծի կողմնակիցները պետք է ասեն այդ դեպքում փողոցի գեներացիան եւ մեր խնդրի
հանգուցալուծումը ավելի արդյունավետ ոնց են պատկերացնում։ Մյուս կողմից բոլոր այն մարդիկ, որ ասում են փողոցային պայքարը թողենք մի կողմ գնանք կենտրոնանանք խորհրդարանի վրա, նրանք էլ պետք է ասեն իրենց ճանապարհային քարտեզը պետք է ներկայացնեն, որովհետեւ այսօրվա խորհրդարանական ընդդիմության տխուր վիճակը չկրկնվի։ Այսինքն, այստեղ որ մարտավարությունը կընտրեսի հարցը չի, որի տակ կոնկրետ իրատեսական ճանապարհային քարտեզ կդրվի, դա է խնդիրը։ Ես շատ սուբյեկտիվ իմ տեսակետը կհայտնեմ, գիտեք ինչ, Նարեկ Կարապետյանի այդ լայվը դիտելով, նա ասում է, որ սպասում ենք ԲՀԿ-ի շուրջ տեսնենք ինչ է լինում, եթե ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, ԿՊ-ն դժվարություններ է ունենալու դատավոր եւ այլ պաշտոնյաներ նշանակելու հարցում, եւ երկրորդ, եթե մտնում է, ապա դասավորությունը այնպիսին է, որ ԿՊ-ի 8 падգամավոր է ընդհանրապես անհրաժեշտ իշխանափոխության նպատակով ընդդիմության կողմ գրավել, ես այնպես հասկացա, որ ոնց որ թե կողմ են մանդատ վերցնել, բայց սա շատ նախնական սուբյեկտիվ։ Ես Նարեկ Կարապետյանին ընդհանրապես իրանց ընտանիքին բոլոր ներկայացուցիչների հետ էլ շփում ունեցել եմ տարբեր տարիների, խիստ հարգանքով են վերաբերվում, բայց ակնկալում եմ, որ հարգելի Նարեկը շատ ավելի խորքային անալիզ կներկայացնի, որովհետեւ ես կարողանամ քաղաքագիտական գնահատական տալ կամ քաղաքական դիրքորոշում հայտնել։ Այդ կարճ լայվը 2 րոպեանոց շատ մակերեսային անդրադարձ էր որևէ մարտավարության օգտին, ձեր ենթադրությունը ինչ որ հիմք ունի լեգիտիմ, բայց շատ թույլ մարտավարություններ, որտեղ ազգային ժողովի քաղաքական առաքելությունը հանգեցնել դատախազի կամ համատիրության ղեկավարի ընտրության հարցին չենք կարծում, թե շատ խորքային վերլուծության հետևանք է դա։ Ես ավելի խորքային վերլուծություն եմ իրենցից սպասում։ Կներեք, պարոն Սոնյանց, ես փորձեմ հակադարձել Նարեկ Կարապետյանը չէ, բայց ենթադրում եմ սրանից է ելնում, որ եթե մենք ընտրությամբ փաստը այն է, այսպես դրությամբ, որ ընտրությամբ ընդդիմություն չի կարողացել իշխանափոխություն անել, դա փաստն է արձանագրված։ Եթե առաջիկա 5 տարում իշխանափոխության հույս կա այս ընդդիմադիր ուժերի կողմից, ապա դա միայն լեգիտիմ սահմանադրական ճանապարհ խորհրդանում ունենալ ներկայացուցիչներ, ինչ որ պատճառներով փողոցային անհնազանդություն, բայց դրա համար նախ պետք է վերցնել։ Ուրեմն եթե ընդդիմությունը պատկերացնում է, որ հնարավոր է իշխանության տրանզիտ, այո, լեգիտիմ գործիքակազմից պետք է օգտվես, գնաս մանդատները վերցնես, որ X պահին լինի լեգիտիմ են ուժային կենտրոնը, դեպի ուր գան իշխող կուսակցությունից փախչող падգամավորները։ Իսկ եթե լեգիտիմ տրանզիտի մասին ճանապարհային պատկերացումներ ունես, այո, ճիշտ է գնալ մանդատները վերցնել։ Նա իդեպ ես այդ փաստարկին շատ չեմ հակադրվի, որտեղ ասում եմ, ես միշտ մասնակցային վարքագծի կողմնակից եմ։ Եթե ընդդիմությունը պատկերացում ունի, որ հեղափոխական զարգացումներ են հնարավոր, ճիշտ է մանդատներից հրաժարվելը։ Դրա համար եմ ասում, 3 քաղաքական ուժերը առանց քարոզչական կլիշեների եւ առանց պաթոսի պետքա թեկուզ փակ ռեժիմով հավաքվեն եւ շատ օբյեկտիվ ռեսուրսները գնահատելով կայացնեն որոշում։ Եթե բնականաբար մեր թիմում իմ ձայնը լսելի է, կարծում եմ նաեւ մյուս գործընկերների համար, եթե չունես հեղափոխական պոտենցիալ, ապա լեգիտիմացման գործընթացը քաղաքական կապիտալիզացիայի վերածելու պետքա գնաս խորհրդարանում աշխատես, փորձես զուգահեռ փողոցի միքս ապահովել, որտեվ ունենք վրացական ընդդիմության տխուր օրինակը, այդ առումով դա էլ կա, չէ՞, բայց ելի եմ կրկնում, լայվերով շատ մակերեսային դատողություններ ես հարցի շուրջ, քանի չկա խորքային անալիզ ներսերում, կարող է հանգեցնել հասարակության հետ կոմունիկացիայի խաթարման, որտեղ հասարակությունը եթե համոզիչ փաստարկ չի լսում, այն մյուս փաստարկի կողմնակից է դառնում։ Չպետք է կրկնես կլիշեներ, որոնք գործող ընդդիմությունն էլ է արել խորհրդարանական ու ձախողվել է։ Խնդրում եմ, եթե բա ուժերս չի երիքում այս պահին հեղափոխություն անեմ, ինչ իմաստ ունի մանդատից հրաժարվելը։ Դա խելամիտ տարբերակ չի ու կոնտրոլի նկատմամբ հարգալից է։ Մանավանդ որ ԿՊ-ն գնալու է եւ իր մանդատները վերցնելու է աշխատելու։ Դե բնականաբար, բայց այդտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Ուղղակի սա զուգակցենք մի հատ ուրիշ փաստի հետ։ Ինչի՞ է սրվել այս թեման։ Հաստատ մանդատների քանակի հարցով միայն չի սրվել։
Սրվել է այս թեման, որովհետև Նիկոլ Փաշինյանը հետընտրական առաջին բրիֆինգում անուսավորել է հնարավոր ձերբակալությունների մասին։ Եվ հասարակության այն շերտերը, որ գնացել են ձայն են տվել, ասենք ԲՀԿ-ին, ուժեղ Հայաստանին կամ Հայաստան Դաշինքին, հիմա ասում են այն պարագայում, երբ որ խոսում են ձեր լիդերների մոտալուտ կալանավորման մասին, դուք ինչ բարոյական իրավունքով եք գնում падգամավորի կոմֆորտ կյանքը կամ գործունեությունը վայելելու։ Կոնտրաստը առաջացել է այս հարցից։ Այսինքն այստեղ շատ մեծ անելիք ունի նաև իշխանությունը, որը կասնային այդ մեթոդաբանությունը իր եթե շարունակի, բերելու է դա հասարակական տրամադրությունների ռադիկալիզացիայի, որը ազդելու է նաև ընդդիմության վարքագծի վրա։ Դրանք անխուսափելի շղթա է։ Հասկանում եք, իշխանությունը մի հատ բան չի գիտակցում, որ այն բոլոր խնդիրները, բևեռացում, արտաքին մարտահրավերներ, որ կան, դրանք ոչ միտեղ չեն չեզոքացել։ Իր այս վարքագիծը ռադիկալիզացնելու է հասարակությանը, որի վերջո պայթունի է բերելու։ Ինչի՞ է սենց խիստ, հիմա ես Messenger-ս եթե հնարավոր լիներ, ցույց կտայի, չնայած անձնական գաղտնիությունը խախտել չի կարելի, կտեսնեք վերջի 2 օրում մի քանի 100 հաղորդագրություն եմ ստացել, որ հրապարակային կոչ անեն, որպեսզի դիմադիր մեր գործընկերները մանդատից հրաժարվեն եւ այլն եւ այլն։ Սա հասարակական արմատականացող տրամադրությունների հետևանք է, որը իր հերթին իշխանության կասնային վարքագծից է թելադրվում։ Շնորհակալ եմ, պարոն Սանյանց, մենք հետևենք ինչ է տեղի ունենում ԲՀԿ-ի շուրջ, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Սուրեն Սուրենյանցին։